խառնում եմ, որպեսզի տաքվուկլուխ լի, որ գինին ջգեն։ Հետո արդեն այս ավարտը իմ տղեն է, ինքը դիկալ իր գործը անի։ Ամեն ինչը իր ձեռով։ Կողքից օգնում ես։ Հա, ես կողքից օգնել դեմ, դիգուն ենք ջարդել, ստիատել կարանք ասենք շիրահանենք ու խմենք։ Խնդրեմ, համեցեք եւ ուզեք։ Այս դռները բաց են միշտ եկող հյուրերի համար։ Տան դռները բոլորի առաջ բաց լինելու խորհրդանիշն ու բանալին նախ եւ առաջ սեփական արտադրության գինին է, ինչու՞ չէ նաեւ մաճառը, դեռևս հում գինին։ Այն պետք է շատ լինի տնական, իրենց այգու սև, քաղցրահամ խաղողից ու որ ամենակարևորն է սեփական ձեռքով պատրաստած, որովհետեւ միայն սովոր ձեռքերն ու մեկ էլ քիթն է, որ տարիների ընթացքում շոշափելով ու հոտ քաշելով զգում են իսկական գինու որակը։ Եվ այսպես ամեն տարի։ Հայկուշը ինքը խմող չէ, շատ որ ստիպեն առիթի դեպքում մեկ բայց ամեն տարի մեծ սիրով ու ինքնամոռաց խաղողը տակառներն է լցնում, հետո ամենօրյա ուշադրությամբ հետևում է տակառներում ընթացող զգլխիչ երգին ու հազարամյա քիմիական գործընթացին, որպեսզի որդին լավ օղի ու գինի թորի։ Դա անչափ կարևոր է, որ հարազատը մաքրամաքուր Ասլանի կաթ խմի, եւ հետո բաղանիսում տնական գինին մի տեսակ այցեքարտի նման մի բան է։ Տուն չկա, որ տարվա այս ամիսներին օղի կամ գինի չթորի, ու տուն չկա, որ տնական գինու առած սեղաններով նոր տարին չդիմավորի, միմյանց չհյուրասիրեն ու չպարծենան սեփական արտադրանքով։ Վից գինիտ ենք վերցնին, ես այն ծաղացել ենք մեջնացել, հետո ջուլուսնի լեփիլտի արախտ ենք քաշին։ Համ գինիտ ենք վերցնին, համ արախ։ Թզան խաղող են ասում, կարող է գիտենակ, որ մի քիչ համակալի։ Խաղողն ախառը գինին շատ ընտիր գինի արում, շատ համով գինի։ Նոր տարվա երեխեք հիմա Ռուսաստանել են ղրգում, ասենք հարևան ընկերուհինի, ով վերջո ցանկացողներին հյուրասիրում ենք, տալիս ենք եկեք ասենք կարող է մարդակալի որ նենց լավ բան չունես, էդես դնեմ հետո ասենք էլ արաղի հետ գինի հետ դնեմ, պոպոկ հետ դնեմ, վերջը։ Գինին ամենամեծ խոսացնողն է, արաղը չէ, գինի միջին է խոսքը։ Եթե սեղանին կա գինին, սեղանի զարդն է, արաղը, գինին, բա ոնց քեֆերին, ուրախություններին, ամեն ինչին էլ գինին ինքնիա դերն ունի, ինքնիա ամենալավ բանն է։ Մի խոսքով ըստ Հայկուշ տատի Բաղանիս ամենալավ գինու գյուղն է։ Բաղանիսցիք էլ ամենալավ ու աշխատասեր մարդիկն են, որ պահում են եւ իրենց գյուղական ավանդույթները եւ շարունակում են կպած մնալ իրենց արմատներին։ Ավանդույթներ, որ իրենց ամենալավն է բնութագրում, ավանդույթներ, որոնք լավ ու կարեկից մարդ մնալու սահմանն ամուր պահելու մասին են, հյուրասիրելու, հյուր ընդունելու մասին։ Կգաք վարդեվորին լավ հյուրասիրություն ալեմ մեր գյուղում, վարդեվորը շատ սիրուն ալեմ, շատ լավն ալեմ։ Քաղաքն մենակ ջրոցի է, բայց գյուղը լավն է։ Հանդն են գնում, ասենք աղբյուր են գնում, ընտանիքներով, հարազատներով հավաքվում են մեր ընտանիքով, հանդն են գնում, լավ քեֆ են անում, խորոված են անում, խաշլամա են դնում, գարեն մորթամ, խոզենք մորթամ, նայած մարդը ով ինչ սիրում է, հա, ուլ են մորթամ, շատ մեծ անում այդ մնացել անպայման, այդ ավանդույթը գյուղում կա։ Տավուշի սահմանային գյուղերից է Բաղանիսը, որտեղ գյուղական առօրյան խիստ տարբեր է այլ գյուղերից, որ ավելի շատ սահմանային առօրյա, քանի որ մարդիկ ապրում են, աշխատում ու արարում թշնամու ուղիղ նշանառության տակ, բայց չեն վախենում։ Ավելին Բաղանիսի բերքառատ այգիները կպած են հենց սահմանին, բայց շարունակել ու շարունակում են մշակել, նոր այգիներ հիմնել, դրանով ամուր պահելով համ գյուղը, համ էլ սահմանը։ Թեպետ Հայկուշ տատը նկատում է վերջին տարիներին հատկապես երիտասարդները ելնելով մի շարք սահմանային ու կենցաղային խնդիրներից ձգտում են քաղաքում ապրել, բայց չեն թողնում տունն էլ, դուռն էլ, գալիս գնում են տիրություն անում իրենց ունեցվածքին։ Մարդիկ ասենք ջահելությունը քաղաքն է գնացել, որոշ մասը արտերկիր են գնացել։ Գյուղում մնացել են մեծահասակներին, ամենքնի անծառայով իրանց տանը, հեչի որ ասենք գյուղը դատար կա։ Գալիս են գնում են իրանց ծնողներին ացելության են գալի, չէ, գյուղում հարգանքը շատ մեծ է, լավն է։ Ամեն տեսակետից։ Օրինակ ես 4-3 տղա ունեմ, երկուսը գյուղումն են։ Մեկը նայոմնիկա, մեկն էլ գյուղում աշխատում է իր մահար, մեկն ասենք արտերկրումն է, բայց դեն հենց որ գյուղից շատ չեն բացակայում, ուղղակի ասենք մի կարող է աշխատանք չկա, մարդիկ են ամենքնի անց, մել է սեփական տներն է, որ սարքում են ամենքնի անց տանը իրանց հոգսով։ Դեն որոշ մասը ասենք անասնապահությունով սարերումն են ըլը, որոշ մասն էլ գյուղում ասենք ծառեն տնկել իրանց ծառերով, իրանց բերքով, իրանց այգի գործությամբ։ Մեր մասն էլ գնում են գալիս են, ասենք էլի, որ դի աշխատանք կա, քաղաքը մեծամասնությունը քաղաքումն են աշխատում, գյուղացիքն ասել են քաղաք, գյուղի ջահելությունը, աշխատում են, իրանց ընտանիքը ստի ապրում է, իրանք քաղաքում աշխատում են, կառուցում, այդ շենքեր են կառուցում, ինչ են անում, դե վերջը քաղաքը զարգացման մեջ է երևի։
Մեծ քաղաքները զարգացման աշխատանքային եռուզեռի մեջ են։ Դա լավ է, բայց վատ է, որ սահմանային այսպիսի գյուղերում երիտասարդությունը տարեստարի մաղվում է, գնում են, որովհետև այլ ճար չունեն, ընտանիք պահելու խնդիր ունեն, մեղադրելու չի, ասում է Հայկուշտատը, ում հիշողության մեջ դեռ պահպանվել է, երբ Բաղանիսը ու ոչ միայն հարակից սահմանային այլ գյուղեր աշխատանքի խնդիր չունեին։ Բերքի մշակման գործարաններ կային, այլ արտադրամասեր, որոնք կանգուն ու մարդաշատ էին պահում այս գյուղերը։ Մենակ աշխատատեղ ունենան, գյուղից մարդ չի բացակայել։ Եթե աշխատատեղ բացանեն նստի։ Գոնե ասենք թե գյուղի 50%-ը կաշխատի։ Կգիտենաս, որ այդ 50%-ը հա ապահովեն։ Ջայլ հարսնիկ կան, ասենք, կուզենան գործարան անելի, ինչ որ մի հիմնարկելի, մի չրի, մի բան, մի գործարան անելի աշխատեն, էլի։ Աշխատատեղ։ Փող կար, աշխատեիր, թեկուզ սովխոզում աշխատեիր, օրը 3-4 մանեթն ապահովեր, ամսվա վերջին ստաներ, խանութն էլ լիքը, ձեռդ էլ լիքը։ Հիմա խանութը լիքն է, բայց շատերը փող չունեն։ Մարդիկ կա, որ ասենք տանը ոչ քենսաթոշակառ ունեն, ոչ նպաստառ ունեն, ոչ էլ կարում են ասենք դրսի վրա դուրս գան։ Այդ անտապրիլն է մի քիչ դժվար։ Անասունով ինչ էլ ուզում անես, պետք է առնես, չէ՞, ասենք թե խոսքի քաղաքեցին ասում թե գյուղացուն ինչ կա, գյուղը կա, պանիրը կա, թկամածոնը կա, լոբին կա, վարունգը կա, բայց մենք էլ ենք փողով ալուրն առնում ենք, ձեթն առնում ենք, օրինակ ասենք շաքարավազն առնում ես, մակարոնը վերջը ամեն ինչ էլի։ Ճիշտ է, մեր ուտելու բան շատ ենք ունենում, բայց առնելու էլ ենք ունենում։ Մի խնդիր էլ կա գյուղում, որ Հայկուշտատին շատ է մտահոգում, սիրտը ցավացնում։ Հաշվել է Հայաստանի գրեթե բոլոր գյուղերի նման այստեղ էլ 20-ից ավելի չամուսնացած տղաներ կան, որոնք հաստատ կամուսնանան, եթե աղջիկ գտնեն։ Աղջիկների դեֆիցիտ կա համատարած, ասում է, իսկ Բաղանիսի աղջիկներն էլ ուսում ստանալու միտումով քաղաք են գնում ու հիմնականում էլ հետ չեն էլ վերադառնում։ Եթե համաձայնեն ու ամուսնանան էլ Բաղանիսցի տղայի հետ, ամիսը չլրացած տատի բառապաշարով մարդուն կրխի ու էլի քաղաք կտանի։ Էտա աղջիկ չկա, աղջիկ ով քաղաքակնեմ գալիս չի։ Քաղաքիցներ տղակա որ քաղաքը չի սիրում։ Ոնց գնալ նրան ուզի ածնողների, ասենք մի նուճարա։ Ոնց գնա աղջիկա այդ քաղաքը նապրի ածնողներին թողնի։ Չի լինի։ Այ Բաղանիսում կան, չէ՞, շատ չամուսնացած տղաներ։ Կան, աղջիկեր կան, տղերքեր կան, բայց չեն ամուսնանում։ Հայկուշտատը նաև Տավուշի սարերի վետերաններից է, ավելին ծնվել ու մեծացել է սարերում։ Ժամանակին այս գյուղերը նաև սարի տված բարիքներով էին ապրում ու լավ էին ապրում, քանի որ նաև անասնապահությամբ էին զբաղվում։ Տուն չկար, որ 10-ից պակաս խոշոր եղջերավոր կենդանի ունենար։ Հիմա դա էլ այլևս նորաձև չի։ Գոմերը դատարկվել են կամ հազիվ 1-2 կով են պահում։ Ամեն ինչով ձմեռվա մեր հոգսը քաշած գալիս ենք։ Ձմեռվա մեր հոգսը ալյուրա յուղա, այն վաղտ մենք ձեթ չենք օգտագործում, ես միա որ ասում են թե խոլեստերին կա, այս կա, ձեթ ես օգտագործում, բայց առանց յուղի չենք օգտագործում, նորից յուղ ենք օգտագործում։ Իսկ այնտով ինչ է, տնական յուղներ, գի, մարսի, խոզենք պահում շատ անասուն ունենենք, հիմի չէ, մի կովա, մի խոզա, ասենք, ունեցել ենք միշտ, լավ խոզեր մեր ունենք ունեցել, ասենք, մայր խոզ ենք ունեցել շատ գոջինի, բայց մի հատ է։ Մեր սարը շատ մարդ չգնեն, պետք է հարևան ունենաս, ասենք, սարմն էլ պետք է հարևաննի ունենաս, էլի։ Ուրիշ սար են գնում, ես այդ սարը չեմ սիրում, իմ հիմնական սարը, եթե հարևան ունենամ, հիմա էլ կգնամ, հեշտ է սարը, ամեն ինչը հեշտ է։ Շատ սիրուն տեղ է մեր մրմացորը, Բաղանսի սարը շատ ընտիր, այն Ալպյան մարգագետինին, որ ասում են մեր սարը։ Ինչպես արդեն ասացինք, Հայկուշտատը սարում է ծնվել, սարում էլ մեծացել։ Նրա բոլոր հիշողությունները այնտեղից են սկսվում ու այնտեղ էլ ավարտվում են։ Իր խոսքով հա, սարի կյանքը հեշտերից չէր, բայց շնորհակալ է համ իր կյանքից, համ էլ բախտից, կարևորը ծափ ու ծիծաղով կյանք է ապրել։ Մի տեսակ շատ մաքուր կյանք, որ հիմա շատերը կերազեին։ Ոսկեպարի աղջիկ էր, որ 54 տարի առաջ Բաղանիս հարս եկավ։ Դպրոցում ստացած քննական վերջին ցածր գնահատականն էլ դարձավ պատճառ, որ Հայկուշը ժամանակից շուտ ամուսնանա առաջին իսկ պատահած փեսացուի հետ։ Ու այդպես 17-ը դեռ չբոլորած Հայկուշին հարսնության ուղարկեցին Բաղանիս։ Ասացին վերջ, երկուս է ստացել քննությունից, ուրեմն մարդի տես գնա։ Սարմն են այլ, կտվորեն էլի։ Ես էլ ամառվա կեսին ծնվել եմ, կարեր սարից կա գյուղում։ Ես ոսկեպարա սարմն եմ ծնվել։ Ընդի մեծացել 16 տարի հետո մարդ եկել է սարիցը։ Եկել ստի, իրանք սար որենել էլ, տենց գնացել ենք, հետո իմ կեսուրը արդեն որ մեծացել է, ես եմ սարը գնացել մի 9 տարի, 10 տարի, Բաղանիսի սարը մրմացոր։ Ընդով էլ է այդ էր, եթե մի հատ երկու ուներ, ասեր թե ամոթ այլու դպրոց գնամ։ Իսկ մի ավարտացնում են, հիմի չեն մնացնում, չէ, իսկ ընդով ես 9 դասան մնայի, երկուսի տերնա։ Ավելի լավ է դուրս գայի, դուրս եկա, իրանք էլ ամուսնացրի, եթե դուրս չի եկել, չէին էլ ամուսնացնի։
Մի մեծ տուն հարս ընկավ ու փառք Աստծո շնորհքով կարգին հարս դարձավ։ Սկեսուրն էլ խղճով կիներ, որ իր երեխաներից չտարբերեց, ինչպես ինքն է ասում, երեխա հարս գնացի ու իրեն ձեռքի տակ մեծացա, կնիկ դարձա։ Իրանց երեխի պես ասենք երեխի խոսել, ինձ վրա էլ այդ նույն ձևի խոսել, որպես ինձ դաստիարակել է։ Ես իմ հորական տանը չեմ ասում, թե դաստիարակված չեմ, բայց ինչ որ սովորել եմ ստի դեկոր 16 տարեկան երեխան դեր դպրոցումը 9-րդ դասարան ինչ կգիտեներ օրինակ 9-րդ դասարանի կիսից եկա լավ տղա էր ձեռքս ընկել Ասեցիր բաց չթողնի հա դե նով ինձ հարցներ ես միավոր Այսինքն տնողները ուզեցին տվեցին դե հա դե հենց էր ասին լավ տուն լավ ժողովուրդ էին Մի խոսքով քաշով մեկ ոսկի, այդպես են հիմա խոսում Բաղանիսում Հայկու շտատի մասին, բայց Հայկու շտատի համար ամենամեծ գնահատականը իր ընտանիքի կողմից է, սիրված ու գնահատված է առաջին հերթին իր ընտանիքում, լավ մայր, հարգված սկեսուր ու սիրված տատիկ է իր 8 թոռների ու ծոռների համար, որովհետև ինքն էլ այդ ամեն ինչը վաստակել է, շատ չարչարվել, քրտինք թափել, լավ տուն ու տեղ ստեղծել։ Գնահատված եմ, աշխատում եմ, հա, միշտ ուզում եմ հենց անեմ, որ գոհացնեմ, սիրված եմ ու այդպես էլ կա։ Ես իմ երեխեքի կողմից միշտ ես իմ գնահատականն ստացել եմ։ Լռություն, մենակ լռություն, ներես, ուրիշ ոչ մի բան։ Ուզում հարցին, ուզում տղին, ուզում թորներին, մենակ ներես, լռություն։ Քո ամեն ինչը լռությամբ տանես։ Դե մեծ կինես, չի էլ ստացվում, ասենք, պատահմա ընտանիք է, մի ինչ որ խոսակցությունա, բայց կա հարթես։ Ուրիշ ոչ մի բան։ Հիմիկ դե հենց է։ Այն մեր ժամանակ դե հենց չէ, իսկ մի դե հենց է։ Ժամանակներ էին, որ երազի պես եկան ու անցան, ասում է Հայկու շտատը։ Մի տեսակ կարոտով է խոսում իր ապրած տարիների մասին, որովհետև այդ կարոտները երիտասարդության մասին են, ջահել ու անհոգ տարիների մասին են։ Ճիշտ է, մանկության ու հարսնության օրվանից էլ յայլաներում անձրևի, շաղի ու մառախուղի տակ կիթ է արել, տավուշի առաջավոր սարվորներից է դարձել, տանջվել ու ձեռքերը մաշեցրել, բայց չլիներ այդ ամենը, գուցե հիմա ինքն էլ այսպիսին չլիներ, փորձով իմաստությամբ առաջինը։ Շնորհակալ ամեն բացվող նոր խաղաղ օրվա համար։ Ինչ անես, հիմա ժամանակները այլ են, մարդկանց համար այլ արժեքներ կան, որոնք Հայկու շտատի համար շատ խորտ ու անհասկանալի են։ Իսկ մի առանձին տուն են ուզում, մաշինա են ուզում, բայց ընդով չէ։ Փորդ կուշտելի լաշոտ տակլի ասել մեծերի, հա, ապրես։ Իսկ մի չէ, մի ավելի է կատարելագործվել, ավելի է բարդացել, ավելի են ծախսատար շատ, հա։ Իսկ ընդով ինչ կա։ Համեստ են գյուղի կանայք ու Հայկու շտատն էլ հենց այդպիսին է, չի սիրում խոսել են հոգսերի մասին, որ իր փխրուն ուսերին է վերցրել, որ դժվարությամբ ու լռությամբ է կրել, շատ բաների հետ համաձայն չի եղել, բայց երբեք մի ձայն ու ծպտուն չի հանել, հա խոստովանում է հիմա մարդկային արժեքները մի տեսակ երկրորդական են դարձել, և մարդիկ չեն էլ ամաչում ցուցադրել դրանք, դեռ ավելին դարձել են իրենց աներեսության ու անբարոյականության գլխավոր ցուցադրական զենքը, բայց մի բան ակնհայտ է, չասել չի կարող, կյանքը կանանց ու հարսների համար հիմա շատ է հեշտացել։ Լվացել, բոլորինն էլ, բայց դա ճիշտ չէ, լվացել եմ, դաջայ հյուրեկատ մարդուննել էին լվանալ տալ, ասենք ու այդ մարդը ճերտուն հյուրեր կալի ու գիշերը մնում էր, էտ էլ էր օրենքի մեջ, բայց մի չէ, բաղնիքն ընդի թողնա լվանա կակլնի, վերջացավ, հիմի ինչ կա օրենքին, գազը կա, բաղնիքը կա, կալոնկեն կա, որ ասել վաղվա կանոնց կոճակին հոպեն տալի տակը մտնում, ինչ Բայց այդ ամեն ինչի մեջ, այո, Հայկուշը երջանիկ է եղել, երջանիկ իր ունեցածով ու չունեցածով, իրեն բաժին հասած ճակատագիր ասվածով, իսկ հիմա օր ծերության, ամեն բացվող նոր օրը վերջին օրվա նման ապրող Հայկուշը անում է ամեն ինչ մարդ մնալու համար, նույնը ուզում է տեսնել այս մեծ ու փուչ աշխարհում, որտեղ պատերազմներ են, աղետներ, սուտ ու կեղծիք, իսկ ամենակարևոր ցանկությունը տատի խաղաղությունն է, որ հարատև լինի, հանգիստ ու խաղաղ ծերություն վայելի, ու մեկ էլ աչքը բաց պայի, թոռների հարսանիքին լավ քեֆ ու ուրախություն անի։ Մենակ խաղաղություն, աշխարհին, բոլորին, բոլոր աշխարհին, խաղաղությունը լի, երջանիկ, առողջ, մեկը մեկին հանդուրժող, հարգող լի։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Բաղանիսից անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։